Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ազգային խոհանոցից եւ շարունակում ենք այդ գործը անել նաեւ ներգրավելով մեր գործում սկսնակ խոհարարներին։ Դուք գիտեք, որ մեր հաղորդումները նաեւ ուսուցողական են եւ առիթը բաց չենք թողնում հրավիրել մեր տաղավար սկսնակ նոր խոհարարներին։ Այսօրվա իմ հյուրն է բարեկամներ Սիրակ Կարապետյանը, ով սովորում է Աբովյանի համար 1 արհեստագործական պետական ուսումնարանում։ Ողջույն Սիրակ։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ եմ, տրամադրությունդ բարձր է։ Իհարկե։ Ինչ ենք պատրաստելու։ Սնկով ապուր։ Բաղադրությունը կարող ենք թվարկել։ Սունկ, շամպինյոն։ Հետո կարտոֆիլ գազար, սոխ, ամեքից 1 հատ։ Այո։ Ձիթայուղ։ Եվ վերջում կատնասերենք, չէ՞ ավելացնելու։ Այո։ Լավ, բոլոր իմ հյուրերը ինձ վստահում են միայն սոխ կտրելը։ Դու էլ ես այդ կարծիքին, թե ուրիշ գործել ես վստահելու։ Չէ, ոչ, սոխ։ Մենակ սոխը, հա։ Լավ, ես սոխը մանր կտրատեմ։ Իսկ դու ինչ որ գործողություն անում ես, բացատրում ես մեր հեռուստադիտողներին, թե ինչ ես իրագործում։ Սունկն ենք կտրատում։ Ինչ ենք անելու։ Այստեղ Պիտի սոխարած անենք, նախ լավ տաքանա։ Ինչու ենք անելու։ Ձիթայուղով։ Դա լավ է, որ կաշկանդվում ես, որտեվ պատասխանատվություն ես զգում, բայց շատ կաշկանդվելն էլ անում դեռ սիրեկան է, դու պատկերացնում ես շատ կաշկանդված տղաներին, աղջիկները սիրում են։ Ոչ։ Չեն սիրում, չէ՞, բայց ինչ ես կաշկանդվում։ Լավ, խնդրեմ սոխը լցրու։ Եթե խնդրենք միասին կարող ենք կտրել սունկը։ Այո, կարող ենք։ Տեսար, որ միայն սոխով չես բավարարվելու։ Իսկ խոհարարությունը իհարկե սիրելով ես նախընտրել, հա։ Իհարկե, շատ եմ սիրում։ Շատ ավելի ճաշակել ես սիրում, թե շատ ավելի պատրաստել։ Պատրաստել ավելի շատ ճաշակ։ Բայց ճաշակել ես սիրում, չէ՞։ Խոհարարը պիտի նաև ճաշակել իմանա եւ բարձր ճաշակ ունենա, տեսե թե չէ։ Իհարկե, այդպես։ Եվ որոշեցիր խոհարարությամբ զբաղվել։ 10 տարեկանից որոշել, բայց 14 տարեկան է ընդունել ուսումնարան։ Այս տարի կավարտենք։ Այս տարի կավարտես արդեն։ Շատ լավ։ Եվ ինչ ենք անելու։ Հիմա եռացող ջուրը պիտի ավելացնենք։ Ավելացնում։ Եվ Իսկ հետո կտրտած սունկ արդեն։ ավելացրու։ Սունկն էլ ավելացրինք։ Հիմա ինչ ենք ավելացնելու։ Գազարն ու կարտոֆիլը պիտի կտրատենք։ Գազարը մանր պիտի կտրատենք։ Ուզում ես գազարը ես կտրատեմ, դու սկզբնական այսպես զրույցում ասեցիր, որ շատ լավ կլինի, որ քերված լինի, չէ՞։ Այո։ Ես էլ ինչ ասեցի։ Կտրտած ավելի լավ կլինի։ Այսինքն ես կաշխատեմ մանր կտրատել, իսկ դու կարտոֆիլը կտրատել։ Կարտոֆիլը այդպես բարակ պիտի լինի։ Այո, ինչքան բարակ այնքան ավելի լավ։ Հա։ Այս ուտեստը դու որտեղից ես վերցրել, որտեղից պիտի սովորած լինես, ուսումնասիրել ես որևէ գրականությունից։ Չէ, մայրիկս պատրաստել է, տեսել։ Մայրիկն է պատրաստել։
Հետո կտրտած գազարը։ Հիմա խնդրեմ գազարն ավելացրու։ Հետո լավ խառնում ենք։ Լավ խառնում ենք։ Եվ ինչ կարծիք ես, քանի րոպե մեզանից կպահանջվի, որ մթերքները պատրաստվեն եւ վերջում պիտի համեմենք, չէ՞։ Քանի րոպե։ Ամենակիչը մի 5 րոպեն բավական է։ Ամենակիչը մի 5 րոպե պիտի եփվի, սունկը այդքան երկար եփելու կարիք չունի, կարտոֆիլը շատ մանր կտրատեցինք, չէ՞։ Եվ 5 րոպեից արդեն պատրաստ է։ Սպասենք 5 րոպե բարեկամներ, կարծում եմ մեզ համար շատ մեծ ժամանակ չի։ Իսկ նաև վերջում նախքան այդ ընդմիջելը ինչ կանաչի պիտի ավելացնենք, ինչ համեմում։ Ռեհանա, չորացած ռեհան։ Կարող ենք ուրիշ էլ ավելացնել, ռեհանը ավելի ամեղ կլինի։ Ռեհան ավելի ամեղ կլինի։ Լավ, բարեկամներ, 5 րոպե հետո ռեհան կավելացնենք, ասպրամ, ինչպես մենք ասում ենք, եւ ուտեստը պատրաստ կլինի։ Արդեն եփվեց։ Հիմա աղ եւ սև պղպեղ ենք ավելացնում։ Այո։ Մի քիչ շատ քիչ։ Այսինքն աղը պղպեղը քիչ, որ այդ բանջարեղենները իրենց համերը պահպանեն, չէ՞։ Ահա, իսկ ինչ կանաչի պիտի անենք։ Ռեհան։ Չորացրած ավելի լավ է, որ իր համոտ ավելի շատ լինի։ Այո, շատ լավ։ Իսկ վերջում արդեն կատնասերն ենք ավելացնում։ Խնդրեմ։ Եվ հանում ենք, չէ՞ կարագից։ Խառնում ենք։ Վերջ, ստացվեց։ Տեսար, որ ստացվեց, սիրեկան։ Հիմա աման։ Խնդրեմ աման, ապսե, խնդրեմ քեզ շերեփ։ Մինչ սիրեկանը կլսնի ուտեստը, ես նորից հիշեցնեմ, պատրաստեցինք սոխառած, ջուր ավելացրինք, հետո կտրատեցինք մանր սունկը, կարտոֆիլը եւ գազարը, ջրի մեջ եփեցինք, 5 րոպե եփելուց հետո ավելացրինք աղ, պղպեղ, ինչպես Սիրակն էր ասում, մի քիչ քանակով եւ կաթնասեր, չէ՞։ Այո։ Ապրես Սիրակ։ Հիմա դու ինչ ցանկություն ունես, ինչ առաջարկ ունես մեր հեռուստադիտողներին։ Խնդրեմ, կարող ես քո առաջարկը անել հեռուստադիտողներին։ Կառաջարկանը զբաղվում է խոհարարությամբ, հետաքրքիր է եւ նաեւ օգտակար։ օգտակար է։ Ապրես, Սիրակ, հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Սիրակին, այս մեր ամոթխած տղային։ Կարծում եմ, որ մի քանի տարի փորձառություն ձեռք բերելուց հետո նա կլինի ել ավելի վստահ, կարևորը որ ունի համի զգացողություն։ Ցանկանանք, որ ինքը շարունակի այդպես խոհարարությամբ զբաղվել եւ մենք մեր շարքերը կհամալրվեն նոր թարմ արյունով, ինչպես ասում են։ Շնորհակալություն Սիրակ, ապրես դու։ Բարեկամներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Մենք յուրաքանչյուր հանդիպում ուզում ենք, որ լինի արդյունավետ եւ այդ արդյունքը լինի այն, որ մենք դառնանք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ, հպարտ լինենք հայ լինելու համար, ունենանք մի քիչ համբերություն եւ տարածենք մեր շուրջը բարություն, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Սնկով ապուր, սունկ 300 գրամ, ստեփղին 40 գրամ, սոխ 50 գրամ, կարտոֆիլ 70 գրամ, ձեթ 30 գրամ, կատնասեր 100 միլիգրամ, աղ, բարյախորժակ։